Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Վարդանյան, նախ ձեր խոսքը հանրապետության օրվա կապակցությամբ։ Իհարկե շնորհավորանքներս մեր հայ ժողովրդին անկախության տոնի առիթով կուզենայի անդրադառնալ նրան, որ 35 տարի առաջ մայիսյան օրերին ձևավորվեց Քասախ վաշտը, Քասախ ջոկատի կամավորների հիման վրա։ Այդ ժամանակ սահմանները խոցել էին դարձել, ամեն կողմից չունեինք պաշտպանվածություն, անհրաժեշտություն ծնվեց ինքնապաշտպանության դիմել եւ ձևավորվեց Քասախ գյուղում ինքնապաշտպանական ջոկատ, Քասախ ջոկատը։ Անհետև ձևավորվեց վաշտ։ Վաշտի վրա դրված էր մեծ պատասխանատվություն։ Հիմնականում դարձավ հայոց բանակի կազմավորման երրորդ վաշտը։ Ամենադժվար պատասխանատվությունը դրվեց Քասախի վրա։ Քասախ վաշտի անձնակազմը զբաղվեցին բանակաշինությամբ։ Ձևավորվեց առաջի ուսումնական գումարտակ հայոց բանակում, որի հիմնական կազմը Քասախի տղաներն են, այս տղաները էին։ Նրանք էին առաջինը սովորեցնում հայոց այն զինվորական այբուբենը մեր զինվորներին։ Հրադադարից հետո Քասախ վաշտի ողջ անձնակազմը անցան ծառայության զինված ուժերում, տարբեր ստորաբաժանումներում, զբաղեցնելով տարբեր պաշտոններ։ Քասախ վաշտից աճեցին ու մեծացան, մինչև գնդի հրամանատար վարչապետերը դարձան ումս 2 գնդապետներ, 5 փոխգնդապետներ, 7 մայոր եւ տարբեր կոչումներ ունենալով հանդերձ տարբեր պաշտոններ զբաղեցրեցին։ Մինչև 20-25 տարի ծառայեցին հայոց բանակում։ Հիմա Վարդանյան, քանի որ դուք նաև բանակի կազմավորման ակունքներում եք, ես ուզում եմ հարցնել, բանակի այն բարեփոխումները կամ այն փոփոխությունները, որ տեղի են ունենում այսօր բանակում, դուք դրանք ինչպես եք գնահատում։ Դրական։ Յուրաքանչյուր փոփոխություն գնում է դեպի դրական առաջընթաց։ Ես իրավունք չունեմ ասելու ոչ մի բան չեն անում, չգիտեմ եւ այլ։ Փառք Աստծո, եթե կա պաշտպանվածություն, եթե կա խաղաղություն, նշանակում է անում են ինչ-որ մի բան։ Շատ բաներ կա, որ մենք չգիտենք, տեղակ չենք, բայց ամեն դեպքում արվում է ու թող անեն։ Իսկ այդ նախագիծը ըստ որի կարելի է բանակից ազատվել, զինծառայությունից ազատվել գումարով, սրան ինչպես եք վերաբերում, մեր երկիրը ունի պատասխանել դժվար է այդ հարցին պատասխանել, ես չգիտեմ, այդ մեր ընտրյալները որոշել են, որ չեմ։ Հարցի պատասխանը ես կարող եմ ավարտենք պարոն Վարդանյանի հետ։ Ճիշտ ասած այդ հարցը ինչ չի հետաքրքրում։ Իմ ամբողջ ընտանիքը ծառայում է։ Իմ 4 երեխաներից 3-ը ծառայության մեջ են։ Տղա սպայը եղել 20 տարի ծառայել է, հիմա նորից թոշակի է, աղջիկը ծառայության մեջ են ներկայումս։ Այդ հարցին թե ով ինչքանով կազատվի, դա ինձ մի ուղղի։ Մենք բոլոր սեյությամբ ծառայում ենք ու կծառայենք։ Ոչ մի փողի դիմաց։ Իսկ նրանք ովքեր ուզում են ազատվել, պետք է նման հնարավորություն։ Եթե կան հիվանդություններ, հիվանդություն չէ, ուղղակի փող ունեն։ այդ ով որ որոշում է կայացնում դրան հարցեք, ես չգիտեմ, չեմ կարող այդ հարցը։ Ես ներողություն եմ խնդրում, ստեղ պարկած մեր տղաները, որ հիմի պարկած են, չէ՞, ստեղ մեծ մասը միգուցե այն ժամանակին լիքը հնարավորություն են ունեցել, որ գումար վճարեն չծառայեն, բայց մարդիկ գիտակցաբար գնացել են ծառայել են հանուն մեր ազգի, հանուն մեր հայրենիքի համար, այսօր պարկած են ի շնորհիվ այս տղերքից, թե պարկած տղերքի այս մեր սահմանները գծվել է, ամեն ինչ է։ Իսկ ինչ որ կապված է ծառայության հետ, ես որպես հայ զինվոր, հայ ազգի զինվոր, անկախ ամեն ինչից իմ 3 տղերն են ծառայել, 3 հատ թորնիկ ունեմ, ստիպողական տանելու եմ ծառայություն, թեկուզ 1000 միլիոն փողել ունենամ, երբեք ոչ մեկին բանակից չեմ ազատելու։ Եթե սաղին բանակից ազատենք, մեր սահմաններով է պահելու։ Կարծում եք խաղաղություն Ադրբեջանի հետ հնարավոր է այն պայմաններում, որ այսօր արկա է այս իրավիճակը։ Ես տունը մի հատ շուն եմ պահում, կներեք, շուն եմ պահում, էլի վսոտիկի վախենալով եմ մոտիկանում։ Մի օր այդ կծեց շունը, էլի ոնց է լինի։ Չգիտեմ, կարող սխալ եմ ասում։ Որպեսզի պատերազմ չլինի, մենք ամեն օր եւ ամեն ժամ պետք է պատրաստ լինենք պատերազմի։
դպրոցից, մանկապարտեզից, ամեն աշխատանքով հանդերձ յուրաքանչյուրս պետք է իր ուղեղի մեջ մտցնի, որ առաջինը ինքը զինվոր է, ոչ թե գիտնական կամ չգիտեմ ես ինչ բան։ Առաջինը զինվոր պետք է դառնա, նոր մնացած հարցերը։ Այդ ժամանակ պատերազմ չի լինի։ Եթե մենք յուրաքանչյուրս փախնենք ստեղից, գնանք ուրիշ տեղ, օտար ափերում լավ կյանք որոնելու, ստեղ կմնա անպաշտպան։ Իհարկե ով հասնի պատերազմ կայտարարի մեր։ Իսկ կարծում եք մեկ էլ կուզեի մի փոքր այդ մասին էլ Դուք հանրատար հաշեղում եք ինչ որ մի բան եք ուզում։ Չէ, ուզում հասկանալ, ասում է երբ խաղաղության պայմանագիրը ստորագրվի ադրբեջանցիների հետ 5 րոպե Այդ հարցերը տարեք պարլամենտում ուղղեք